Պարազիտակրությունը տարածված է ոչ միայն Հայաստանում, այլ տարածված է ամբողջ աշխարհում եւ երկրագնդի բնակչության յուրաքանչյուր 8-րդը իր մեջ կրում է այդ պարազիտակրությունը, սակայն գիտեք բանը ինչն է, որ նրանք կարող են անգամ չիմանալ, որ ունեն այդ պարազիտակրությունը, չեն ախտորոշվում, չեն բուժում եւ իրենք ինքնին դառնում են վարակի աղբյուր շրջապատի համար։ Պարազիտակրությունը տարածված է նաև Հայաստանում, առավել տարածված պարազիտի տեսակները, դրանք Հայաստանում տարածվածն են, ես հիմա ձեզ ցույց կտամ, դա սրատուտն է, ասկարիդը, լյամբլյան եւ սատափակ որդերին պատկանող խոզի եւ տավարի երիզորդը, որը նույնպես շատ տարածված է եւ դիմելությունը այս 4 տեսակի պարազիտակրության տեսակներով շատ մեծ է մեզ մոտ։ Ինչ գանգատների դեպքում պետք է դիմեն ձեզ։ Պարազիտակրությունը կարող է մեր օրգանիզմում հանդես գալ տարբեր դիմակների տակ։ Օրինակ, այն կարող է ընթանալ ուղղակի ալերգիաների ձևով։ Կարող են դիտվել ատոպիկ դերմատիտներ, կարող են դիտվել ցանավորումներ, ալերգիկ ցանավորումներ, կարող են դիտվել գլխացավերի ձևով, ֆիզիկական մտավոր ուժերի անկման միջոցով, դիսպեպտիկ խանգարումներով, ինչպիսիք են սրտխառնոցը, փսխումը, լուծը, փորկապությունը, ախորժակը։ Օրինակ, որոշ պարազիտների դեպքում մենք ունենում ենք նույնիսկ գերախորժակ, օրինակ հատկապես տափակ որդերի դեպքում մենք ունենում ենք հիվանդների մոտ նույնիսկ բուլեմիա է դիտվում, այսինքն նրանք ունենում են խիստ արտահայտված ախորժակ։ Մնացած պարազիտների դեպքում կարող ենք ընդհակառակը երեխաները ասում են վատ սնվել, ինչի նաև մեծահասակները վատ սնվել, դրանց մոտ դիտվում է ուժգին ցավել որովայնի խոռոչում, կարող են դիտվել նաև գիշերային անմիզապահություն, ակամա կղարցակություն, իհարկե այստեղ տուժում է հատկապես նյարդային համակարգը, երբ երեխաները լինում են գերլարված, նրանք չեն ուզում դասերը սովորել, գիշերները վատ են քնում, ծանր դեպքերում կարող են դիտվել նաև էպիլեպտոիդ տիպի ցնցումներ։ Այ օրինակ ես ձեր սեղանին տեսնում եմ տարա, որը մի փոքր կարծեք թե վախեցնում է ինձ։ Կպարզաբանեք թե ինչ կա այնտեղ։ Չէ, վախենալու բան չկա, քանի որ ինքը կենթանի չի այս պահին։ Սա ասկարիդն է, կլոր որդերին է պատկանում, ուրեմն իր երկարությունը տեսեք բավականին տեսանել ինքը երևում է։ Երկարությունը 25-ից 40 սանտիմետր, սպիտակ կամ վարդագույն։ Այս պարազիտը բերել էր մեր պացիենտը, որը պատահական ուղղակի փսխման մասաների ժամանակ դուրս էր եկել եւ ահաբեկված ինքը բերել էր կենտրոն։ Ուրեմն սա արդեն աչքով տեսանել ինքը տեսել է եւ գիտի, որ ունի պարազիտակրություն։ Ընդ որում այս պացիենտի մոտ դիտվել են նաև շատ երկար տարիներ ալերգիկ ցանավորումներ։ Մոտավորապես 5-6 տարի մարդը տառապել է ալերգիկ ցանավորումներով, որի պատճառը ինքը չգիտեր ինչումներ բանը։ Եվ ահա մի օր փսխման մասայի միջոցով ասկարիդը ընկավ եւ որ եկավ կենտրոն, արդեն կատարվեցին մնացած հետազոտությունները, հիվանդին նշանակվեց հակապարազիտային բուժում